Բիկինը գիտես ինչ է։ Սա Նոր շոտլանդական սորտ է։ Կարտոֆիլի այս նոր տեսակն առաջին անգամ են փորձարկել Շիրակի մարզում։ 1 հեկտարից 40 տոննա բերք են ստացել։ Թե ձմռան փորձությունն էլ անցավ ու դիմացկուն դուրս եկավ 2017-ին ավելի շատ կցանեն։ Հոլանդական ու գերմանական տեսակները գյուղացիների հույսերն արդեն արդարացրել են։ Շիրակն Armprot-Expo-ին ներկայացել է պարենային ամբողջ արսենալով։ Առաջին անգամ նաև հնդկաձավար են փորձարկել։ Եթե մենք համատենք հնդկաձավարը մեկ գարու հետ 1 հեկտարի միջին եկամուտով, այնտեղ մենք գրեթե 5-6 անգամ ավել եկամուտ ենք ստանում։ Ինչ կա տաղավարում արտադրված է Շիրակի մարզում նախագահին Չեչիլ Պանիր են հյուրասիրել։ Մեր բռնեն նայեցիք։ Սիկ մեր Ուրեմն պանիրը անյուղ պանիր է, դիեկտիկ պանիր է, հանրապետության նախագահան շատ է սիրում, այս պանիրից շատ։ Հատուկ, երբ որ գալիս է մեր տաղավարի մոտ, ինքը անպայման պետք է փորձի, համտեսանի։ Մարզից մարզ հյուրասիրության տեսականին փոխվում է, Սյունիքի տաղավարում կորկոտ են առաջարկում։ Մեր Կապանի տարածաշրջանում հայտնի կորկոտն է, հիմնականում մեծ սեղանների համար է պատրաստվում։ Գրիշա Բուդոյանը սեղանից սեղան է անցնում համտեսում ու համեմատում։ Սյունիքի տաղավարում երկար կանգնեց։ Մեղրն եմ համտեսանում, տեսնում, որ շրջանի մեղրն է լավը, Սյունիքի մեղրը հայտնի է արտակարգ իր համով։ Ամեն մարզ իր տեսականին է առաջարկում։ Գյուղնախարարն ու նախագահն անցնում են սեղանից սեղան, համտեսում, զրուցում խնդիրների մասին ու հասկանում, թե ինչպես զարգացնել ոլորտը։ Մարզպետների հետ գյուղնախարարությունը աշխատում է նրա վրա, որպեսզի ամեն մարզպետարան ներկայացնի իր մոտի ազատ հողերի եւ պոտենցիալ ինչ ուղղությամբ կարելի է ներդրում կատարել։ Դրան կտանք մենք բիզնես պրոյեկտի տեսք իր հաշվարկներով եւ կսկսենք մանգալ ներդրողներ։ Նախարարն ինքն իր համար դեդլայն է սահմանել։ Մինչև տարեվերջ ամեն մարզ գոնե 1 բիզնես պրոյեկտ պետք է ունենա։ Մսամթերքի շուկայի նորույթը Հայաստանում արտադրված իսպանական հայտնի խամոնն է։ Ընկերությունը 7 տարի փորձարկումներ է արել, վերջապես այն վաճառքում է։ Փորձեցին եւ ասացին, որ համարը իտալական իսպանականից չի տարբերվում։ Նախագահն էլ է համտեսել, ասում են հավանել է։ Հայկական շուկայում ամրանալուց հետո ընկերությունը արտահանման ծավալն ավելացնելու մասին է մտածում։ Օգտվենք առիթից, դուրս գանք ռուսական շուկա եւ հաստատվենք։ Թեկուզ մի տարի հետո կհանեն սանկցիաները, բայց մենք արդեն կլինենք շուկայում հաստատուն եւ մեր բոլոր արտադրողները դրանից կշահեն։ Ամեն տարի Armprot-Expo-ում ավելանում են օրգանական արտադրության մթերքները։ Դրանք ավելի շատ արտահանվում են, քան սպառվում հայաստանյան շուկայում։ Մեծամասամբ Եվրոպա եւ Ամերիկա։ Կողքի տաղավարում օրգանական պարարտանյութն է, դրա մասին դրսում դեռ չգիտեն։ Առայժմ հասանելի է հայ սպառողին։ Արհեստական եւ քիմիական սինթեզված որևիցե նյութ չենք օգտագործում։ Առաջին փորձարկումները իրենց երկար սպասել չտվեցին, բավականին լուրջ արդյունքներ ունենք։ Ցուցահանդեսին գրեթե 90 կազմակերպություն է մասնակցում։ Ներկայացված ամեն ինչ արտադրված է Հայաստանում։ Նելի Հարությունյան, Նարեկ Գալստյան, ժամը լրատվական։